Այս կադրերը 3 արմդուր լրատվականներ հրապարակել։ Տեսանյութից երևում է, թե ինչպես է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոմեքենային ուղեկցող Toyota Prado-ն շեշտակի վարում քաղաքացու մեքենայի ուղղությամբ։ Լրատվականի փոխանցմամբ այս դրվագին նախորդել են Սիմոնյանի սպասարկող թանկարժեք BMW-ի եւ Toyota Prado-ի կտրուկ մանևրները։ Ազգային ժողովի նախագահը սակայն մեքենայում չի եղել։ Խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը, գերթանկարժեք BMW-ն եւ ուղեկցող Toyota Prado-ն առանց Սիմոնյանի, սակայն չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ, սովորական մահկանացուների պես այդ ողջ ընթացքում շուրջ կեսը ժամ ազդանշանում եւ ճանապարհ էին պահանջում վարորդներից, որ իրենք երթևեկեն արտահերթ։ Ըստ լրատվամիջոցի հրապարակած կադրերի, իրավիճակն ավելի է լարվել, երբ մեքենաները շարժվել են դեպի Միասնիկյան պողոտա։ Էստակադայում հայտնվել են արմլուրի աշխատակցի մեքենայի հետևում եւ անդադար ազդանշաններով բարձրախոսներից բղավելով ճանապարհ են պահանջել։ Չգիտակցելով, որ տվյալ թունելը միակողմանի է եւ կա միայն մեկ երթևեկելի գոտի։ Ուստի ճանապարհը զիջելը տեխնիկապես անհնարին է։ Բացի այդ, դուրս գալով թունելից մի քանի 100 մետր դեպի Աչհոց գիծը եւ վերադասավորվելը արգելվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների համաձայն։ Ի վերջո, երբ հնարավորություն է եղել անվտանգ տեղափոխվել երթևեկելի աջ գոտի, լրատվամիջոցի աշխատակիցը ճանապարհ է տվել ազգային ժողովի նախագահի ծառայողական եւ պետական պահպանության ծառայության ուղեկցող մեքենաներին։ Դրան հետեւել է Toyota Prado-ի վազանցն ու վտանգավոր մանևրը։ Լրատվամիջոցի հրապարակմանն այսօր արձագանքել է Ալեն Սիմոնյանը։ Պնդելով իրեն ուղեկցող մեքենաները տեսնելուց հետո լրատվամիջոցի աշխատակիցն է սկսել մեքենան անկանոն վարել։ Սկսում է սահմանափակել եւ այն խնդրանքներին, պահանջներին, որը որ օրենքով սահմանված կերպով ամրագրված է, որ ճանապարհ են ուզում, սկսում է չենթարկվել ամեն ձև խոչընդոտելով մեքենաների ընթացք։ Ըստ Սիմոնյանի, ՊՊԾ աշխատակիցները պահանջում են ճանապարհ, որպեսզի կարողանան վազանց կատարել։ Եվ երբ արդեն ակնհայտ է դառնում, որ դիմացի մեքենան իրեն ագրեսիվ է պահում, մեքենաներից մեկը, այդ ՊՊԾ-ի մեքենան գալիս է եւ փակում է այդ մեքենան, որպեսզի ինձ սպասարկող BMW մեքենան կարողանա շարունակել իր ընթացքը։ Այս ամբողջը ներկայացվում է բնական է այլ ձևով։ Սիմոնյանը տեսանյութում շեշտում է, որ լրատվամիջոցի աշխատակիցը անկախ падգամավոր Թագուհի Թովմասյանի եղբայրն է Պետրոս Թովմասյանը։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում падգամավորը չցանկացավ մեկնաբանել Սիմոնյանի պնդումները։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը անդրադառնալով միջադեպին ասում է. պետական պահպանության ծառայության ազգային ժողովի նախագահին ուղեկցող մեքենայի վարորդը լկտի եւ պաշտպանվող օբյեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածք է ցուցաբերել, ինչն անընդունելի է։ Ոնց որ փորձի պատժել, էլի, ասենց յուրովի պատժում է։ Կներեք, ինքնահաստատվում է, ինչ է կանում, տենց որ պատժում է, ոչ պատժելու ուրեմն լիազորություն պետական պահպանության ծառայության աշխատողները չունեն եւ չեն կարող ունենալ։ Դա մեղմ ասած շատ տգեղ պահվածք է։ Իոնեսյանը չի ժխտում։ Պետական պահպանության ծառայողները ինչ որ մանևրներ կարող են իսկապես անել, որոնք արգելված են այլ վարորդների համար, բայց դրանք պետք է մի նպատակ հետապնդեն՝ պաշտպանվող օբյեկտի անվտանգության ապահովումը։ Այս դեպքում փաստացի ազգային ժողովի նախագահը մեքենաներից որևէ մեկի մեջ չի եղել։ Սիմոնյանը այդ ավտոշարասյան մեջ չի եղել, ավելի վատ հարցեր են առաջանում, ինչի են իրենք առհասարակ արկեցող փարոսիկներով միացրած փարոսիկներով ճանապարհորդում։ Ավելի շատ հարցեր են առաջանում, ճիշտ ասած, եւ ինչի համար էին ընդհանրապես ճանապարհ ուզում։ Լրատվամիջոցը գրում է նաեւ, որ միջադեպից հետո իրենց աշխատակիցը կանգնեցրել է ազգային ժողովի խոսնակին ուղեկցող ոստիկանության գվարդիայի մեքենան եւ խնդրել մեկնաբանել նման պահվածքի պատճառը։ Ի պատասխան ոստիկաններն ասել են. դա ուղեկցող մեքենա է եւ պետք է ճանապարհ տալ։ Որովհետեւ ճանապարհ ուզել ազգային ժողովի նախագահի համար նորմալ է։ Դա պետք է անել կուլտուրական, դա պետք է անել հարգալից, բայց դա նորմալ է։ Բայց ճանապարհ ուզել ազգային ժողովի նախագահի մեքենայի համար, որտեղ ազգային ժողովի նախագահը չկա, մի քիչ մեղմ ասած հարցեր առաջացնում են։ Խնդրահարույց է նաեւ այն, թե ինչպես է ազգային ժողովի նախագահը մեքենայի համարանիշով իմացել, թե ում է մեքենան պատկանում։ Ներքին գործերի նախարարությունից Ֆակտոր TV-ին փոխանցեցին, որ իրենք որևէ անձնական տվյալ չեն տրամադրել եւ չեն տրամադրում որևէ անձի։ Անձնական տվյալների մասին Հայաստանի
Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ։ Բավարար պաշտպանության մակարդակ այս դեպքում փաստացի Սիմոնյանը չի պահպանել։ Իր կողմից հրապարակած տեսանյութում Ազգային ժողովի նախագահը ոչ միայն ասում է, թե մեքենան ում է պատկանում, այլև խոշոր կադրով ցույց է տալիս Թովմասյանի եղբոր մեքենայի համարանիշները։